Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1149-րդ օրն է։ Ձեզ համար նորից կարճ եթեր եմ պատրաստել, չեմ ծանրաբեռնի, քանի որ ինֆորմացիոն դաշտը շատ հագեցած է։ Նախ իմ կողմից շնորհակալություն հայտնեմ ձեր սրտանց եւ ոգևորիչ մեկնաբանությունների համար, ձեր լայքերի եւ մեր եթերները տարածելու համար շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ինչպես միշտ, սկսենք ռազմաճակատի նորություններով, կատաղի մարտեր են ընթանում ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ Ռուսաստանի Բելգրադի եւ Կուրսկի մարզերում։ Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 125 ռազմական բախում, ուկրաինական ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են 19 տարածքների, որտեղ կենտրոնացած էին ռուսները, իրենց սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ամենից հաճախ ռուսական զորքերը փորձել են գրոհել Լիմանի, Տորեցկի, Պոկրովսկի եւ Նովոպավլովսկի ուղղություններով, իսկ ուկրաինական Նիկոլաևի ծովային հետևակայինները ոչնչացրել են հակառակորդի գրոհայիններին, որոնք փորձում էին թափանցել Սումիի մարզ, որպեսզի շրջափակման մեջ վերցնեն ուկրաինական զորամիավորումները Կուրսկի մարզում։ Զապորոժիեի ուղղությամբ օկուպանտների կողմից զանգվածային հարձակման փորձը ետ է մղվել, ոչնչացվել է 29 միավոր զինտեխնիկա, 140 օկուպանտ, խոցվել է 3 տանկ։ Սումիի մարզի մասով ավելացնեմ, որ ռուսների գրոհները արդյունքի չեն հասել եւ Նիկոլաևի ծովային հետևակայինները նրանց շանսեր չեն թողնել, որպեսզի նույնիսկ մտածեն Կուրսկի մարզում ուկրաինական զորքերին շրջափակման մեջ գցելու մասին։ Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է 1230 ռուս զավթիչ եւ ավելի քան 400 միավոր զինտեխնիկա, ավելի ստույգ 401 միավոր։ Ընդհանուր առմամբ լայնածավալ պատերազմի սկզբից Ռուսաստանի կորուստները արդեն կազմել են 937440 զավթիչ։ Միայն տարեսկզբից ռուսները կորցրել են գրեթե 5000 հրետանային համակարգ, այս մասին ասել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Սիրսկին։ Նրա խոսքով վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզում ազատագրել են մոտ 16 քառակուսի կիլոմետր, ինչը ինձ թվում է մեր լսարանի համար բավականին ուրախացնող լուր է։ Ապրիլի 17-ին Մոսկվայի մարզի Լյուբերցիում տեղի վտոր մետաղական ընդունելության բազայում պայթյուն է որոտացել։ Վերջին ժամանակներում ռուսական բանակին ձախորդություններ են հետապնդում։ Ռուսները փորձում են փոխհատուցել ռազմաճակատում իրենց ամբողջական անհաջողությունները, հարվածներ հասցնելով Ուկրաինայի խաղաղ քաղաքներին, 3 բացառություն չէր, Դնեպրում եւ Նիկոլաևում նույնիսկ մահացածներ կան։ Նախագահ Զելենսկին արձագանքել է ռուսական ահաբեկչական հարձակումներին, մեջբերեմ մենք պետք է ճնշում գործադրենք մարդասպանների վրա, ասել է նա։ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են ակտիվորեն խոցել ռուսական ռազմական թիրախները ինչպես օկուպացված տարածքներում, այնպես էլ հենց Ռուսաստանի տարածքում։ Հինգշաբթի լույս ապրիլի 17-ի գիշերը ուկրաինական դրոնները կրկին գրոհել են ռուսական 112-րդ գվարդիական հրթիռային բրիգադի տեղակայման կետը, որը նախորդ օրը նույնպես գրոհվել էր։ Հիշեցնեմ, որ այս բրիգադը մասնակցություն է ունեցել Սումիի վրա հարձակմանը։ Վստահ եմ շատերդ արդեն տեսել եք այս տպավորիչ կադրերը մեր Telegram-յան ալիքում։ Եթե դեռ չեք տեսել, ապա անպայման դիտեք, դա պետք է ամբողջական պատկերին տիրապետելու համար։ Սումի քաղաքի հրետակոծության մեջ ներգրաված 2 ռուսական զորամասերն էլ ջնջխվել են ուկրաինացի զինվորականների կողմից։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չեն կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Կադրերը բազում են, կարող եք վայելել։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաջողությամբ փորձարկել է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի էլեկտրոնային զենքի նոր տեսակը, որը կարող է կիրառվել ներկա պահին մարտի դաշտում, մասնավորապես Ուկրաինայում։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Խոսքը միկրոալիքային Rapid Destroyer զենքի մասին է, դրոնների երամները ոչնչացնելու համար, մասնավորապես կարելի է սա փորձարկել ռուսական շահեդների դեմ։ Խոսքը Մեծ Բրիտանիայից գնաց, ասեմ, որ Մեծ Բրիտանիան կաջակցի Ուկրաինային Taurus հրթիռներ ուղարկելու Գերմանիայի որոշումը, այս մասին գրում է Telegraph-ը։ Մեծ Բրիտանիան երկար ժամանակ հանդես է եկել Գերմանիայի կողմից Ուկրաինային Taurus թևավոր հրթիռների փոխանցելու օգտին եւ կաջակցի այդ քայլին, եթե դա կատարի
նոր դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Այս մասին փետրվարի 16-ին հայտնել է Տելեգրաֆը, վկայակոչելով արտաքին քաղաքականության հարցերով զբաղվող բրիտանացի պաշտոնյային. «Մեջբերեմ, մենք շարունակում ենք աշխատել մեր գործընկերների, այդ թվում Գերմանիայի հետ, որպեսզի լավագույնս պատրաստենք Ուկրաինան պաշտպանելու իր ինքնիշխան տարածքը», ասել է նա։ Քաղաքական լուրերը սկսեմ ուկրաինական պատվիրակության Փարիզ մեկնելու մասին։ Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը ժամանել են Փարիզ գործընկերների հետ բանակցությունների համար։ Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ վճռականների կոալիցիայի երկրների ներկայացուցիչների հետ։ Երմակի փոխանցմամբ խոսքը Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների մասին է։ Հանդիպումները նախատեսվում նաև ԱՄՆ ներկայացուցիչների հետ, ովքեր նույնպես ներկայումս գտնվում են Ֆրանսիայում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 10-ից 12 երկրներ պատրաստվում են միանալ վճռականների կոալիցիային Ուկրաինա զորքեր ուղարկելու համար։ Այցի մանրամասները մենք օրվա ընթացքում մեր Telegram ալիքում կտեղադրենք։ Եվրոպայում ամերիկյան բանակի նախկին հրամանատար Բեն Հոջեսը կարծում է, որ չի կարելի համաձայնել Թրամփի առաջարկած խաղաղությանը։ Ուկրաինայի դիրքերը մարտադաշտում բարելավվել են։ Ուկրաինայի բանակը ավելի հաջող է դիմադրում Ռուսաստանին, նշում է Եվրոպայում ԱՄՆ բանակի նախկին հրամանատարը։ Թրամփի առաջարկած խաղաղությանը համաձայնվել Պուտինի պայմաններով եւ Ուկրաինայի տարածքներից հրաժարվելով չի կարելի։ Այս մասին իր կարծիքն է հայտնել Բեն Հոջեսը, ավելին դա ոչինչ չի փոխի, ասել է նա, որովհետեւ Պուտինին կարելի է կանգնեցնել միայն ուժով։ Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը մարտի դաշտում բարելավվել են, այդ պատճառով կարևոր է շարունակել պատերազմը սեփական տարածքները վերադարձնելու համար։ Ռուսաստանցիները կկանգնեն այն ժամանակ, երբ հասկանան, որ այլևս առաջ շարժվելու հնարավորություն չունեն, ասել է Բեն Հոջեսը։ Նախորդին Ուկրաինայի նախագահը պաշտպանական արդյունաբերության աշխատակիցներին պարգևատրելիս հայտարարեց, որ արդեն ավելի քան 40% զենքը, որը կիրառվում է ռազմաճակատում, արտադրվում է հենց Ուկրաինայում։ Մեջբերեմ, Ուկրաինան անպայման ավելի ու ավելի շատ կարտադրի, որպեսզի ապահովի սեփական անվտանգությունը, թե ինքնուրույն, թե գործընկերների հետ միասին։ Ուկրաինային միշտ անհրաժեշտ կլինի իր ուժեղ զենքը, որպեսզի մենք ունենանք հզոր եւ ինքնիշխան ուկրաինական պետություն։ Մեզ պետք է մեր տեխնոլոգիական առավելությունը, որպեսզի Ռուսաստանում հստակ իմանան, մենք պատասխան ենք տալու յուրաքանչյուր ռուսական հարվածի, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Արդեն իր երեկոյան ուղերձում Ուկրաինայի ժողովրդին Զելենսկին հավելել է, որ Ռուսաստանը պետք է վերջապես համակերպվի Ուկրաինայի ուժի անխուսափելիության հետ։ Ըստ Զելենսկու, իսկական խաղաղությունը կարող է գալ միայն այն ժամանակ, երբ իրականությունը ստիպի Ռուսաստանին ընդունել ուկրաինական հնարավորությունների գոյությունը։ Խոսքը վերաբերում է ուկրաինական դրոններին, հրթիռներին, հրետանուն եւ զինտեխնիկային։ Սա է այն ամենը, ինչը պաշտպանելու է Ուկրաինան, ասել է Զելենսկին։ Նախագահը շնորհակալություն է հայտնել ավելի քան 300,000 ուկրաինացիների, ովքեր այս պահին աշխատում են պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններում։ Զելենսկին նաև խոստացել է վրեժ լուծել Ռուսաստանից Սումիի դեմ իրականացված հարվածի համար։ Մեջբերեմ, մենք հանգիստ չենք թողնի այն սրիկային, որը սպանում է մեր ժողովրդին։ Տեսնում եք, չէ՞, ինչպես ասում էի, որ վրեժի հարվածները շարունակվելու են, այդպես էլ կա։ Մեջբերեմ, մենք ունենք ինչով պատասխանել նման հարվածներին եւ չենք թողնի այս երկրի երեսին հանգիստ ապրի այն սրիկան, ով սպանում է մեր ժողովրդին։ Մենք լիովին իրավունք ունենք այդպես վարվել, սպանողներին պատասխանել այնպես, ինչպես նրանք արժանի են։ Դա լիովին արդար է, նշել է Զելենսկին։ Ասեք, որ լավ է, երբ ես ձեզ 2-3 օր առաջ եմ ասում, թե ինչ է մոտավորապես ասել Ուկրաինայի նախագահը, ով ունի մեր լսարանի պես հնարավորություններ, չէ։ Սա իհարկե հումոր եմ անում, ես պարզապես լավ գիտեմ մեր նախագահին եւ աջակցում եմ նրան, քանի որ մենք միանման ենք մտածում։ Գիտեք, թե որն է մեր նախագահի ամենաուժեղ հատկանիշը։ Չնայած ամեն ինչին, նա առաջին հերթին մնում է մարդ, ազնիվ մարդ։ Այդ իսկ պատճառով ժողովուրդը սիրում է նրան, չնայած արտաքին վիթխարի ճնշմանը։ Պատերազմը շարունակվում է, մեր պայքարը եւս, բայց ձեր համար էս լարված շաբաթվա ընթացքում լուրերը կարճ են, այսքանով հատկապես այս բարի նոտայով եզրափակեմ այսօրվա եթերը, բարին ընձեզ, լավ եղեք։